Good afternoon, everybody. Welcome to the Բարի լույս, բարի գալուստը մամլո ասուլիսին, գործընկերության խորհրդի Եվրամիություն Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստը տեղի ունեցավ, բարձր ներկայացուցիչ Քալասը, նախարար Միրզոյանը եւ հանձնակատար Կոսոդես կներկայացնեն մամուլի ասոցիացիա։ Խոսքը բարձր հանձնակատարին, բարի լույս, հարգելի Պարոն նախարար, հարգելի Արարատ, շնորհակալություն, որ Բրյուսելում եք։ Այսօր շատ լավ քննարկումներ ունեցանք տարբեր հարցերի շուրջ։ Եվրամիություն Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել։ Եվրամիություն Հայաստան գործընկերության համար սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար։ Աջակցել ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային, նաև մենք համագործակցելու ենք վիզայազանցման եւ անվտանգության ոլորտում։ Դեկտեմբերի 27 արտգործնախարարների հետ հանդիպում ենք ունենալու, դες հրավիրում եմ այդ հանդիպանը, խոսելու ենք Հայաստանի դիմակայունությանը եւ վերաբերող հարցերի եւ ընտրություններին վերաբերող հարցերի վերաբերյալ կարճ ասած 25-ը կարևոր տարի է եղել Եվրամիություն Հայաստան հարաբերությունների համար նաեւ ձեր երկրի ձեր համար շատ կարևոր տարի է եղել 25 թվականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունները որ մեկնարկեցին օգոստոսին շատ կարևոր է, նրանցով ավարտվեց տարիներ շարունակ իրական տեղի ունեցող կոնֆլիկտը եւ դուք ունեք Եվրամիության աջակցությունը այս հարցում, Եվրամիությունը ամեն ինչ կանի դες աջակցելու համար։ Այսօր ես հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, դեպի որը ուղղվելու է դեպի խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանը մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու ականազերծման գծով վերապատրաստում սարքավորումներ են տրամադրվելու իհարկե Հայաստանը նաեւ այլ մարտահրավերներ ունի Ռուսաստանը եւ իր պրոքսիները ապատեակատվական արշավներ են իրականացնում Հայաստանում Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է, Եվրամիության ֆինանսավորումը կօգնի եւ հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Մարտան ավելի մանրամասն կարող է ներկայացնել Եվրամիությունը ինչ կարող է անել Հայաստանին այս առումով աջակցելու համար։ Ինչպես մենք սովորեցինք Մոլդովայում արտասահմանյան ազդեցության դիմակայելը պահանջում է ամբողջ հասարակության մասնակցությունը եւ շատ ուրախ ենք լսել ձեզանից, որ Հայաստանում նույնպես այդպես է, ակտիվ քաղաքասարակությունը, անկախ լրատվամիջոցները չափազանց կարեւոր են։ Հստակ նշենք, որ դուք այս մարտահրավերների առաջ միայնակ չեք կանգնած, մենք պատրաստ ենք ակտիվ աջակցել ձեզ, հարգելի Արարատ Շնորհակալություն, որ այստեղ եք, մեր հետ եք այսօր, շնորհակալություն քննարկումների համար, ես ձեզ հրավիրում եմ Բրյուսել դեկտեմբերին, շնորհակալություն, պարոն նախարար։ Տիկին բարձր ներկայացուցիչ, տիկին հանձնակատար, հարգելի գոլեգաներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին բարձր հանձնակատար Կալասին եւ Տիկին հանձնակատար Կոստին մեզ հյուրընկալելու համար, այս հանդիպումը շատ լավ կազմակերպելու համար, մեր նախորդ հանդիպումից ի վեր, այս ֆորմատով, պետք է նշեմ, որ կարևոր ժամանակահատված է եղել մեր համագործակցության համար, Սեպան իրավական հիմք է հանդիսանում Եվրամիություն Հայաստան գործընկերության համար, բայց մեր հարաբերությունները մենք զարգացրել ենք SEPA-ից նույնիսկ ավելի լայն շրջանակներում, նոր ուղղություններով, շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների զարգացումը, նոր նվաճումները երբեմն ավելին են, քան այս ամենը ֆորմալիզացնելու մեր կարողությունը այս գործընթացում ամբողջ ընթացքում մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությունը
Եվ շնորհակալ որ օգտագործել են մի շարք գործիքներ, որոնք նաև այդ թվում գործիքներ, որոնք մշակվել են անդամակցության տեխնացու երկրների համար։ Ուզում եմ մի քանի ասպեկտների մասին խոսել, մեր հիմնական արդյունքների վերաբերյալ։ Առաջինը մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար մենք սկսել ենք վիզայի ազատականացման գործընթացը եւ տեսնում ենք դրա առաջընթացը գործողությունների ծրագրի միջոցով, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակության եւ կհասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության։ Երկրորդը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցություն, առաջին մասը օգնության Հայաստանը ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում, դա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար եւ հանրակատար Կալասի կամ բարձրներկայացուցիչ Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ եւ խոսեցինք նաեւ Հայաստանի ընդհանուր Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության միանալու մասին անվտանգությունը կամ պաշտպանությունը կարևոր ուղղություն է մեր համագործակցության համար տնտեսությունը եւ բարեփոխումները Դիմակայունության եւ աճի ծրագիրը չափազանց կարեւոր է բարեփոխումների համար, տարբեր ոլորտներում համագործակցության համար եւ ռազմավարական ոլորտներում ներդրումներն ավելացնելու համար։ Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը ել ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայությունը, այդ թվում նաեւ նոր հիբրիդային սպառնալիքների լույս ներքո։ Չորրորդը կապակցվածությունը ավելի հզոր կոնեկտիվության կապակցվածության Հայաստանի տեսլականը ոչ միայն համապատասխանում է Եվրամիության գլոբալ դարպասի եւ Սևծովյան ռազմավարությանը մենք այսօր խոսենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին մենք նաև քննարկել ենք ակտիվ աշխատանքը TRIP ծրագրի իրականացման ուղղությամբ եւ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել սրա համար լրացուցիչ պոտենցիալ քայլերը այդ թվում նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոփոխել տնտեսական եւ քաղաքական ճարտարապետություն ամբողջ տարածաշրջանի հարգելի գոլեգաներ այս ամենը հիմքեր է ստեղծել մեր այսօրվա նվաճումների համար մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք Եվրամիություն Հայաստան ռազմավարական նոր համագործակցության նոր ռազմավարությունը եւ մեր համագործակցությունը բարձրացինք ռազմավարական մակարդակի եւ սա մեր ամբիցիաների վերջը չէ ինչպես դուք գիտեք Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց Եվրամիության անդամակցության մասին Հայաստանի եւ այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարեւոր է Հայաստան Եվրամիություն համագործակցությունը մտնում է նոր փուլ մենք ունենք համընդհանուր տեսլական մեր քաղաքացիների համար 2026 թվականին մայիսին տեղի ունենալու Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը սա եւս կարեւոր միջոցառում